Արարատի մարզի հզոր ժողովուրդ ողջույն։ Ես այսօր ձեզ հետ խոսելու եմ ոչ միայն եւ ոչ այնքան որպես նախարար, падգամավորի տեխնացու կամ քաղաքական գործիչ, այլ որպես երկու երեխաների ծնող։ Որովհետեւ երեխաները մեր կյանքում հավանաբար ամենակարևոր մարդիկ են։ Եվ եթե համաձայն եք, եկեք ողջունենք մեր բոլոր երեխաներին։ Ցանկացած ծնող, այդ թվում եւ ես, իմ երեխաների համար պատկերացնում եմ մի երկիր, որը առաջին հերթին լինելու է խաղաղ։ Լինելու է այնպիսի երկիր, որ նրանք հնարավորություն ունենան ինքնադրսևորվելու եւ երբեք չտեսնելու որևէ արհավիրք, որևէ, հատկապես պատերազմի արհավիրքը։ Ես պատկերացնում եմ մի երկիր, որտեղ իմ երեխաները հնարավորություն են ունենալու ստանալ ամենավորակյալ կրթությունը, մանկապարտեզից, դպրոցից, մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ես պատկերացնում եմ մի երկիր, որտեղ հատկապես տղա երեխաները չեն խուսափելու ծառայությունից, եւ որտեղ ծնողները չեն փորձելու փոխել նրանց քաղաքացիությունը, չեն փորձելու փախցնել երկրից, չեն փորձելու ինչ-որ տարատեսակ հիվանդություններ ստեղծելու, որպեսզի նրանք չծառայեն սեփական երկրի զինված ուժերում։ Եվ հենց այդպիսի տրամաբանությամբ մենք փորձում ձեզնից ստանալ նոր քվե 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում։ Սիրելի ժողովուրդ, արդյոք կա ավելի կարևոր բան, քան մեր երեխաների ապագան։ Իմ կարծիքով չկա։ Եվ հետևաբար, մենք պետք է բոլորս այս ամբողջը հստակ գիտակցելով կատարենք մեր ընտրությունը հունիսի 7-ին։ Եթե մենք տեսնում ենք քաղաքական ներկապնակը, ով ինչ է խոսում, ես կարծում եմ շատ պարզ է, թե ով է մտածում մեր երեխաների ապագայի մասին, ով է ուզում շարունակական խաղաղություն, ով է ուզում զարգացում, ով է կառուցում 300 դպրոց, 500 մանկապարտեզ, ով է ներդրել երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստի ծրագիրը, ով է շուտով տալու բազմազավակ ընտանիքներին բնակարաններ, ով է նույն 16 միլիոնների դրամի ծրագրով, որովհետեւ հարյուրավոր տներ են կառուցել նորից կապել երեխաների հետ։ Մեր քաղաքականության կենտրոնում հենց երեխաներն են, որոնց նորից եմ կրկնում, ավելի կարևոր մարդ մեր համար չկա, մեր ոչ մեկի ընտանիքում։ Եվ հետևաբար սիրելի ժողովուրդ, Արարատի մարզի հզոր ժողովուրդ, եկեք հունիսի 7-ին տեր կանգնենք մեր երեխաների ապագային, որը մենք ունենք, որը մենք կարող ենք բերել եւ բերել ենք։ Եվ հետևաբար, արդյոք մենք տեր ենք խաղաղությանը, տեր ենք ինքնիշխանությանը, տեր ենք անկախությանը, տեր ենք մեր երեխաների ապագային։ Սիրում եմ բոլորիդ։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։